Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Facebook-յան էջում Փաշինյանը գրառում է արել առաջարկելով Ադրբեջանի նախագահ Ալիևին խորհրդակցություններ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է պաշտոնական այցով Բրազիլիայում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իր պաշտոնակցի Մաուրո Վիեյրայի հետ ասուլիսում Միրզոյանն ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել հրադադարի խախտումների հետ կապված, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի, նշել է Միրզոյանը։ Հայաստանը հենց այս պահին կարող է ստորագրությունը դնել խաղաղության փաստաթղթի տակ, Փաշինյանն է գրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ինչու է Բաքուն ոդկը կաղ գցում, նոր վերջնագրեր մոգնում ու դրանք աշխարհով մեկանում։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Միացյալ Թագավորության արտգործնախարարին է պատմել խաղաղության գործընթացի մասին սեփական մեկնաբանություններով։ Անվարան ներկայացրել Բաքվի վերջնագրերը։ Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայրամովը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք ըստ նրա այլևս ակտուալ չեն։ Բաքուն պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Նրանք դա իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջ են դիտարկում։ Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, ներառյալ Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի արտգործնախարարությունից դարձյալ են հիշեցում անում այդ մասին։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Համաձայնեցված տեքստում ըստ Հայաստանի արտգործնախարարության Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ։ Ինչու է Բաքուն սահուն շրջանցում այս փաստը, ինչու է համաձայնեցումից հետո էլ Զանգեզուրի միջանցք թմբկահարում, սրում ռազմական հռետորաբանությունը։ Մասնագետները չեն զարմանում, համոզված են, Բաքուն փորձեր է անում առանց կրակելու պոկել առավելագույնը, հնդածս չմոռանալով ռազմական սպառնալիքը։ Հայաստանի Հանրապետությունը, որը 44-օրյա պատերազմից հետո ռազմական բալանսի բացասական կողմն է դարձել, փորձում է ապա լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից ուժի հնարավոր կիրառումը։ Նրանով է պայմանավորված եղել մի քանի անգամ կատարված զիջումները, այն առանցքային պահի, երբ որ Ադրբեջանը մեծացրել է իր կողմից ճնշումը ոչ միայն դիվանագիտական եւ քաղաքական մակարդակներում, այլ նաեւ ռազմական մակարդակում հողի վրա։ Սակայն գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ վերափոխումները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում բարենպաստ հող են պատրաստում Իլհամ Ալիևի համար, որպեսզի վերջինս կարողանա նաեւ ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Մարտի 13-ին էր, երբ կողմերը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի ամբողջական համաձայնեցման մասին, նոր պահանջ վերջնագրերի տարափը միանգամից հետևեց։ Իսկ հիմա Ադրբեջանի իշխանավորները սրել են ռազմական հռետորիկան, ուղիղ են սպառնում, թե Ադրբեջանը հակառակորդին նախազգուշացում է արել։ Հայաստանը պետք է ընդունի առաջարկվող բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում գիտի ինչ պատասխան կստանա։ Իշխանական ասկերովն է ասել, հակառակորդը թող չմոռանա, որ երկաթե բռունցքն իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա։ Ինչ ուղղություն է վերցրել Բաքուն եւ ինչ կա Ալիևի մտքին։ Հայաստանի եւ Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները կշարունակեն անշեղորեն զարգանալ, ի նպաստ մեր պետությունների եւ ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգեվոր առաջնորդին եւ Իրանի նախագահին Նովրուզի առիթով։
Կառավարությունը չզեկուցվող հարցերի քննարկման շարքում որոշում է ընդունել ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարեանցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետության ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ, ասված է հայտարարության մեջ։ Երևանը ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծը Հայաստանի կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի գործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ։ Արթուր Նահապետյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառավարությանը կառաջարկի Նահապետյանի թեկնածությունը։ Արթուր Նահապետյանը վստահեցրել է, որ գործադրելու է առավելագույն ջանք կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո տեղի է ունեցել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը տեղեկացրել է, որ Թրամփի հետ զրույցում Զելենսկին խնդրել է Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, ԱՄՆ նախագահը կդիտարկի խնդրանքը։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ դրական բովանդակալից ու անկեղծ զրույց է անցել Թրամփի հետ։ ԱՄՆ-ն առաջարկել է անվերապահ հրադադարի ռեժիմ, Ուկրաինան ընդունել է այն։ Մարտի 20-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 132 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 54 անօդաչու թռչող սարք խոցվել է Սարատովի, 40-ը Վորոնեժի եւ 22-ը Ռոստովի, 1-ը Լիպեցկի, 3-ը Կուրսկի մարզերի եւ եւս 3-ը Ղրիմ թերակղզու օդային տարածքներում։ Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սարատովի եւ Սամարայի օդանավակայաններում օդանավերի ընդունման եւ մեկնման համար։ Նախագահ Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք չունենա, հայտարարել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մեզ համար անընդունելի է այն աշխարհը, որտեղ Իրանն ու այաթոլաները, այդ կրոնական մոլերանտները միջուկային զենք ունենան, ընդգծել է Ռուբիոն։ Տեղեկություններ կան, որ Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար։ Եմենի Հութի ապստամբների շարժման ռազմական թևի մամուլի ծառայության ղեկավար Յահյա Սարիան հայտնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին հասցվող հաջորդ հարվածի մասին։ Սարիայի խոսքով Անսար Ալլահ շարժման զինյալները թիրախի ուղղությամբ արձակել են հիպերձայնային բալիստիկ հրթիռ։ Իր հերթին իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Եմենի հրթիռային հարձակումը հաջողությամբ հետ մղելու մասին։ Անսար Ալլահի մամուլի ծառայության խոսքով հարվածները պատասխան են եղել Եմենի քաղաքացիական օբյեկտների վրա Ամերիկայի ռազմաօդային ուժերի վերջին հարձակումներին։ Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայում եւ վերականգնել հսկողությունը կենտրոնական հատվածում գտնվող Նեցարի միջանցքի նկատմամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական եւ հարավային մասերում, նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին եւ ստեղծել մասնակի բուֆեր հյուսիսում եւ հարավում։ Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել տարածքները մինչեւ Նեցարի միջանցքի կենտրոնական հատվածը, ասված է հաղորդագրության մեջ։ Թուրքիայում ով չի ցատկում Թայիփե վանկարկումներով ուղեկցվող բողոքի ցույցերից հետո սկսվել է կաթսաներով ակցիա։ Մայրաքաղաքի բնակիչները իրենց բնակարաններից կաթսաներով ու թավաներով աղմուկ են բարձրացրել, բողոքելով քաղաքապետի եւ 2027 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի վերջին ձերբակալության դեմ։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այլևս չի օգտագործում մեխանիկական օդափոխության սարք, որն օգնում է նրան գիշերը շնչել։ Պարբերականը հիշեցնում է, որ Պոնտիֆիկոսը 5 շաբաթ է գտնվում է հռոմեական հիվանդանոցում ծանր շնչառական վարակի պատճառով։ Սրբազան հոր կլինիկական վիճակը շարունակում է բարելավվել, ասվում է նրա առողջական վիճակի մասին զեկույցում։ Հայաստանը ավիափոխադրողների ոլորտում որպես տարանցիկ ուղի դառնալու գործընթացում նոր հաջողություններ է գրանցում։ Երևանի Զվարթնոց օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն 2024 թվականին Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել է 172,000 ուղևոր, իսկ ընթացիկ տարվա մարտի 11-ի դրությամբ Հայաստանը որպես տարանցիկ երկիր է օգտագործել 14542 ուղևոր։ Armenpress-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը
Ալեքսանյանը նշել է, տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասը իրականացվել է տեղական ավիաընկերությունների կողմից։ Կասկադն ավարտուն տեսք ունենա, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ Պարոն Վիլմոտը Երևանում էր, ում հետ քննարկել ենք հետագա աշխատանքների ընթացքը, նշել է Ավինյանը։ Լաս Վեգասի դատարանը մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Նա կմնա ազատության մեջ։ Այս մասին Ազատությանը հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ընդգծելով, թե միանշանակ բողոքարկելու են որոշումը։ Փաստաբանը նաև հայտնել է, որ այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ, տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Փաստաբաններն ահազանգում են վարչական դատավարության օրենսգրքում կատարվել են լրացումներ ու փոփոխություններ, որոնցում կան խնդրահարույց մի շարք դրույթներ։ Երբ անձի նկատմամբ կատարվում է վարչարարություն ու կայացվում է վարչական ակտի որոշում, վերջինս դիմելով դատարան ստանում էր որոշակի երաշխիքներ։ Վարչական ակտը կասեցվում էր մինչև դատավարության ավարտը, եւ այդ դատավարության ընթացքում պետական մարմինը պետք է ապացուցեր ակտի իրավաչափությունը։ Նոր նախագծի հեղինակները հիմա առաջարկում են, որ վարչական ակտի գործողությունը չկասեցվի։ Քաղաքացին նախ պետք է միջնորդություն ներկայացնի դատարան։ Հիմա նույնիսկ եթե անհիմն ուրիշ բաներով չբնորոշեն, ակտ է ընդունվել, դու տար վճարել գումարը, այսինքն այդ լրացուցիչ ծախսը կրի, դրանից հետո եթե կպարզվի, ես արկեմ պետք է լուծել։ Այսինքն քաղաքացին ի սկզբանե դնում է վատ վիճակի մեջ։ Խնդիրն ավելի է բարդանում վարորդների դեպքում։ Օրինակ, վարորդի բալային համակարգից դիցուք մնացել է 2-ից 3 միավոր, եւ եթե վարչական ակտ կիրառվի ու վարորդը զրկվի այդ 3 բալերից, զրոյացնելով բալային համակարգը, նա հնարավորություն չի ունենա մեքենա վարել այնքան ժամանակ, մինչև դատարանով հօգուտ իրեն որոշում կայացվի։ Եթե մեր կոնցեպտը այնպիսին է, որ քաղաքացին չունենալով անգամ իրավաբանական գիտելիքներ կարող էր գնալ վարչական դատարան եւ ստանալ այս արդարադատության օգնությունը իր նկատմամբ կայացված ապօրինի վարչարության, հա, մենք այսօր դրանից զրկում ենք։ Սա մի օրինագիծ է, որը ուղղակիորեն սահմանափակում է արդար դատաքննության յուրաքանչյուր ոգի իրավունք։ Մեր սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Վարչական դատավարության օրենսգրքում կատարվելիք լրացումներն ու փոփոխությունները կբարդացվեն նաև բիզնես գործունեություն ծավալողների համար։ Օրինակ, խոշոր գործունեություն ծավալող տնտեսվարողին տուգանում են մի քանի 100 միլիոն դրամ, եւ նոր կարգով տնտեսվարողը պետք է այդ միլիոնավոր դրամները մուծի, սպասելով նրա դատարան ներկայացրած դատական հայցի վճռի կայացմանը։